Թուղթուգիրը հայկական կենցաղում արմատացած ամենախորհրդավոր ու վախեցնող երևույթներից է։ Այն իրենից ներկայացնում է ժողովրդական մոգության և կախարդանքի մի տեսակ, որը կատարվում է գրավոր նշանների, աղավաղված աղոթքների կամ անեծքների միջոցով։ Ահա այս երևույթի մանրամասն վերլուծությունը հոգևոր, հոգեբանական և իրական փաստերի տեսանկյունից։ Ինչ է թուղթուգիրը իրականում։ Իրականում սա էներգետիկ և հոգեբանական ներգործության փորձ է։ Սովորաբար այն լինում է փոքրիկ թղթի վրա գրված անհասկանալի տառերով, թվերով կամ սիմվոլներով, որոնք փաթաթվում են եռանկյունաձև և թաքցվում թիրախավորված մարդու տանը, հագուստի մեջ կամ շեմքի տակ։ Այն հիմնված է բացասական մտադրության վրա։ Մարդիկ, ովքեր դիմում են նման քայլերի, փորձում են կապել դիմացինի հաջողությունը, քանդել ընտանիքը և վնասել առողջությունը։ Նրանք դա անում են նախանձի պատճառով։ Հաճախ թղթի հետ օգտագործվում են օժանդակ իրեր՝ ասեղներ, կողպեքներ, մազեր կամ հող, հիմնականում գերեզմանոցից։ Ում վրա է գործում և ում վրա ոչ։ Սա ամենակարևոր հարցն է։ Հոգևորները և հոգեբանները համակարծիք են մի հարցում. թուղթուգիրը չունի ինքնաբերաբար գործող ուժ։ Սա գործում է վախեցած և նախապաշտամունքներով լի մարդկանց վրա։ Եթե մարդը հավատում է դրա ուժին և սարսափում է, նրա ենթագիտակցությունը բացվում է բացասական ներշնչանքի և դիվային աշխարհի առաջ։ Սա կոչվում է նոցեբոյի էֆեկտ։ Մարդն իրեն ներշնչում է, որ վնասվելու է, և մարմինն ու հոգին սկսում են իրոք տուժել։ Սա նաև գործում է հոգեպես թույլ մարդկանց վրա։ Նրանց վրա, ովքեր չունեն ներքին խաղաղություն կամ հաստատուն հավատ, ինչը ծառայում է որպես վահան։ Կան մարդիկ, ովքեր չեն հավատում, որ գոյություն ունի թուղթուգիր կամ կախարդություն, բայց դա չի խանգարում դիվային աշխարհին գործել այդ մարդկանց կյանքում։ Մարդիկ կարծում են, որ պարզապես Աստծուն հավատալը իրենց կփրկի կամ կպաշտպանի չարիքից, բայց դա այդպես չէ։ Աստվածաշնչում կա մի խոսք դրա վերաբերյալ. «Բայց գուցե մեկն ասի. «Դու հավատ ունես, իսկ ես գործեր։ Ցույց տուր ինձ քո հավատն առանց գործերի, իսկ ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»։ Դու հավատում ես, որ Աստված մեկ է, լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և սարսափում են, բայց ուզում ես իմանալ, ով փուչ մարդ, որ հավատն առանց գործերի անիմաստ է։ Այս համարում շատ լավ բացատրվում է, որ պարզապես ասելը, թե Աստծուն հավատում եմ, դա ոչ ոքի չի փրկում։ Սատանան էլ է հավատում, դևերն էլ են հավատում, բայց իրենց չար գործերից ետ չեն կանգնում։ Մարդը, ով ապրում է աղոթքով և հավատում է Աստծո պաշտպանությանը, կարդում է Աստվածաշունչ ամեն օր, դառնում է անխոցելի։ Քրիստոնեական եկեղեցիները միանշանակ մերժում և դատապարտում են կախարդության ցանկացած ձև։ Աստվածաշնչում կան հստակ հրահանգներ այս մասին։ Մի հետևեք վհուկներին և մի հարցրեք կախարդներին, որ նրանցով չպղծվեք։ Ես եմ ձեր Տեր Աստվածը։ Աստվածաշունչը սովորեցնում է, որ կախարդությունը փորձ է շրջանցելու Աստծո կամքը և դիմելու չար ուժերին։ Ձեր մեջ չպետք է գտնվի հմայող, կախարդող, գուշակություններ անող, որովհետև Տիրոջ համար պիղծ է նա, ով անում է այս բաները։ Մեր օրերում թուղթուգիր անողները ներկայանում են որպես Աստծո մարդիկ։ Իրենց սենյակը պատում են սրբապատկերներով, մոմերով, կատարում են աղոթքներ և իբր թե քանդում են ուրիշների արած թուղթուգիրը։ Մի գնացեք այլ գուշակների մոտ։ Հանել տալու համար այլ գուշակների դիմելը նշանակում է ավելի խորանալ նույն ճահճի մեջ։ Տիրոջ համար պիղծ են բոլոր նման բաներով զբաղվողները։ Մարդիկ գնում են գուշակների մոտ, մատուցում են զոհ, և դիվային աշխարհը սկսում է գործել։ Եվ այդ զոհը գումարի տեսքով է։ Մարդիկ կան, ովքեր եկեղեցիներում լսում են զոհի մասին, գայթակղվում են, մտածելով, որ եկեղեցին հավաքում է գումար։ Բայց երբ նրանք գնում են գուշակների մոտ, նրանք պատրաստ են զոհաբերել հազարավոր դոլարներ։ Դա համարվում է զոհաբերություն սատանային։ Հոգևոր աշխարհը չի գործում առանց զոհաբերության։ Աստծուն կամ սատանային հարկավոր չեն ձեր գումարները։ Այստեղ հարցը ձեր քայլերն է, ձեր գործերը, ձեր պատրաստակամությունը։ Դա ցույց է տալիս ձեր հավատը։ Երբ որ մարդը աղոթում է, գնում է եկեղեցի, ծոմ է պահում և փորձում է կատարել Աստծո կամքը,
դա համարվում է զոհ Աստծո համար, եւ նա սկսում է գործել ձեր կյանքում։ Իսկ երբ մարդը զբաղվում է պոռնկությամբ, կախարդությամբ, կյանքի հաճույքներով ապրելով, հայհոյում է, խմում է, ծխում է, դա կոչվում է զոհ սատանայի համար, եւ սատանան գործում է այդ մարդու կյանքում։ Եվ այստեղ հարցը միայն գումարը չէ։ Երբ մարդիկ գնում են եւ դիմում գուշակներին, նրանք լցված են նախանձով։ Նրանք դա անում են չարությունից ելնելով։ Նրանք ուզում են վնասել իրենց ընկերոջը, դիմացինին, փորձում են գայթակղեցնել ուրիշին, փորձում են խլել ուրիշի ամուսնուն, եւ դա մեծ դուռ է սատանայի համար։ Իսկ այն մարդիկ, ովքեր չունեն Աստծո պաշտպանությունը, ովքեր չեն զոհում Աստծուն, պարզ է, որ նրանք զոհում են սատանային, եւ այդ իսկ պատճառով ուրիշների արած թուղթուգիրը, կախարդությունը գործում է այդ մարդկանց կյանքում։ Կան կախարդության տարբեր ձևեր։ Հիմնականում մարդիկ վերցնում են պարքով գումար ուրիշից, այդ գումարը նրանք տանում են գուշակների մոտ, անեծք են դնում այդ մարդու ֆինանսական կյանքի համար, անիծում են այդ թղթադրամը եւ նույն գումարը ետ են վերադարձնում, ումից որ պարքով վերցրել էին։ Եվ տվյալ մարդու ֆինանսական կյանքը սկսում է խորտակվել։ Ամեն բան սկսվում է գլխի վար շրջվել։ Եվս մեկ օրինակ։ Ձեզ զանգահարում է ինչ-որ մի բարեկամ եւ հանկարծակի ցանկանում է գալ ձեր տուն։ Դուք նույնիսկ զարմանում եք, թե ինչու հիմա, թե ինչու այդքան արագ։ Եվ նա գալիս է ձեր տուն եւ օրինակ խնդրում է, որ դուք ջուր բերեք։ Եվ դուք նրան մի քանի վայրկյան միայնակ եք թողում ձեր հյուրասենյակում։ Իսկ նա այդ կախարդությունը, թուղթուգիրը շատ արագ դնում է ձեր բարձերի մեջ։ Իսկ դուք չեք էլ կասկածում։ Եվ նրա գնալուց հետո ձեր կյանքը սկսվում է վերածվել դժոխքի։ Իսկ ամուսնական կյանքը քանդելու համար նրանք փորձում են այդ թուղթուգիրը դնել ձեր ննջասենյակում, ձեր մահճակալի մեջ։ Շատերը իրենց հյուրերին թողնում են մտնել իրենց ննջասենյակը։ Հյուրերի պայուսակը վերարկուն դնում են իրենց մահճակալի վրա։ Իսկ հետո նրանց հյուրերը կարող են մտնել այդ սենյակը, իբր թե իրենց իրերը վերցնելու համար, եւ այդ կախարդանքը, թուղթուգիրը, կարող են վայրկյանապես թողնել ձեր մահճակալի մեջ։ Եվս մեկ օրինակ։ Դրսում շատերը երեխաներին նվիրում են շոկոլադներ։ Նրանք անիծում են այդ շոկոլադը եւ նվիրում երեխաներին, նրանց անիծելու համար։ Իսկ երեխան ուտում է եւ դրանից հետո սկսում են նրա մոտ օրինակ հորմոնալ խանգարումներ։ Սկսում է անիմաստ չաղանալ կամ չափից դուրս նիհարել, կորցնելով իր տեսքը, կամ ստանում է ինչ-որ հիվանդություն։ Դրա համար էլ ամեն բան ուտելուց առաջ պետք է օրհնել եւ այդ ամեն չարիքը կքանդվի։ Այս ամեն ինչ, որ ես թվեցի, դրանք վերցված են իրական կյանքից։ Սուրբ Գիրքը նաև տալիս է պաշտպանության բանալին։ Հագեք Աստծո սպառազինությունը, որպեսզի կարողանաք դիմադրել սատանայի հնարքներին։ Ինչ անել, եթե գտել եք նման բան։ Մի վախեցեք։ Հիշեք, որ դա ընդամենը նյութական իր է, որը ուժ ունի միայն այն դեպքում, եթե չունեք Աստծո պաշտպանությունը։ Մի փնտրեք մեղավորների, վրեժխնդրության միտքը միայն կուժեղացնի բացասական էներգիան եւ դիվային աշխարհին ձեր կյանքում։ Աղոթեք։ Եթե հավատացյալ եք, գնում եք եկեղեցի, ապրում եք Աստվածաշնչի ուղղորդությամբ, դուք մտածելու բան չունեք։ Աստված ասել է. «Ձեզ օրհնողներին կօրհնեմ, իսկ ձեզ անիծողներին կանիծեմ»։ Ովքեր զբաղվում են թուղթուգրով եւ հիմա դիտում եք այս տեսանյութը, հասկացեք, որ կրակի հետ եք խաղում, որովհետև այսօր ինչ ցանեք, վաղը դա եք հնձելու։ Ապաշխարեք, Հիսուսը ձեզ համարել է խաչվել, եւ մի մոռացեք սա։ Նա մեզ դարձյալ պիտի գթա, նա պիտի ոտնահարի մեր անօրինությունները, մեր բոլոր մեղքերը դու կգցես ծովի խորքերը։ Ինչ էլ որ անեք, ինչ չափի մեղք էլ որ գործած լինեք, երբ ապաշխարում եք, Աստված դա մոռանում է, գցում է ծովի խորքերը։ Քանի դեռ դուք շնչում եք, ունեք հնարավորություն։ Բաց մի թողեք դա։ Բաժանորդագրվեք ալիքին եւ այս հոլովակով կիսվեք ձեր ընկերների հետ, որպեսզի նրանք էլ լինեն տեղեկացված։ Թող Աստված ձեզ բոլորիդ օրհնի։ Մինչ նոր հանդիպում։